Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի մեզ հետևող հայրենակիցներ, ընդդիմության այս հարցի վերաբերյալ բարձրացած աղմուկի ֆոնին կարծում եմ, որ պետք է մի փոքր հստակեցվի, թե ինչ է քննարկվում եւ ինչ տեղի ունեցավ։ Ըստ էության քննարկվում է մի օրենքի նախագիծ, որով խափանվում է դիտորդական առաքելությունների անվան քողի ներքո քաղաքական միավորների մուտքը ընտրատեղամասեր, որտեղ վերջիններս ենթադրաբար ոչ թե ընտրական գործընթացների վերահսկողություն պետք է իրականացնեն, այլ քաղաքական ուղղորդումներ եւ այլ եւ այլ։ Եվ ահա այս պարզ նախագծի քննարկման համատեքստում մեր ընդդիմությունը հերթական անգամ որոշում է կայացնում լքել այս դահլիճը եւ ինչն է տարօրինակ եւ զարմանալի, երբ պարոն Մինասյանը մոտենում է այս ամբիոնին, սկզբում ասում է, որ մենք դեմ ենք, որ արտահերթ կարգով այս հարցը քննարկվի, քիչ անց ես կմոտենամ այս ամբիոնից եւ կներկայացնեմ, թե բովանդակային ինչի հետ խնդիր ունենք։ 2 րոպե մոտավորապես հետո մոտենում է այս ամբիոնին եւ որևէ բովանդակային անդրադարձ քննարկվող հարցին չի ներկայացնում, ընդհանրապես ասում է մոտավորապես հետեւյալը, որ սա մի նախագիծ է, որով մենք, այսինքն մեր իշխանությունը պատրաստվում է ընտրակեղծիքները հետագա մեր կողմից կազմակերպել եւ այդ ընտրակեղծիքները օրինականացնել, մի ընդդիմություն, որը երբևէ մեր կողմից կազմակերպված որևէ ընտրություն, եթե չեմ սխալվում, չի վիճարկել, խոսում է սրա մասին եւ հեռանում է։ Ես կարծում եմ, որ սա կարելի է բնութագրել, այս քայլը որպես հեռացող ընդդիմության մանիֆեստ եւ խորհուրդ եմ տալի եւ կոչ եմ անում մեր ընդդիմությանը այլևս չվերադառնալ այս դահլիճ եւ մնալ հեռացած այս դահլիճից առհավետ։ Շնորհակալություն։